հասկացա, որ բալիկի եմ սպասում, ժամանակից 2 շաբաթ շուտ ծնվեց։ Սկզբում կաթ ունեի, բավարարում էր բալիկիս, բայց դա տևեց ընդամենը 10 օր։ Մեզ բարի մարդիկ օգնեցին, վազեցինք եկեղեցու ապաստարան, ինչ որ լինի, թող միանգամից լինի։ Էլ կրկժանը մերը չի, թշնամին արդեն ցորում էր, որոշեցի Արսենի անուն ազգանունը գրել ու դնել իր ծոցակրպանում։ Ես ամեն ինչ եմ թողել այդ օրորոցի մեջ։ Ես Մարիաննան եմ, Վաղունց, ծնվել եմ 1998 թվականին Ստեփանակերտում, գիտակից ողջ կյանքս ապրել եմ Ստեփանակերտում բացառությամբ ուսանողական տարիներիս, երբ Երևանում էի սովորում, մասնագիտությամբ մասսայական հանդիսությունների ռեժիսոր եմ, նաև աշխատել եմ Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 դպրոցում որպես կազմակերպիչ, զուգահեռ Արցախի հանրային հեռուստատեսությունում որպես հաղորդավար։ Դեկտեմբերի 12-ը իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր։ Հենց այդ օրը ես իմացա, որ բալիկի եմ սպասում, բայց այդ օրը նաև փակվեց Արցախի կյանքի ճանապարհը։ Կարծում էի, որ 1, 2, 3 օր, ինչպես նախկինում էր, էլի կբացվի ճանապարհը, ամեն ինչ առաջվանը կլինի։ Զգացողություններս խառնվել էին իրար, ուզում էի լիաթոք ուրախանալ, երջանկանալ, բայց առերեսվել էի մեկ այլ իրականության։ Նախ տեսնում էի տեսանյութերը, որ երեխաները եկել հասել էին Գորիս ու չէին կարողանում առաջ շարժվել։ Նայում էի տեսանյութերը, ինչպես են այդ երեխաների ծնողները հուզված պատմում, որ երեխաները ճանապարհի այն կողմում են մնացել ու չգիտեի ուրախանալ, տխրել։ Ներսումս ամեն ինչ խառնվել էր իրար, բայց որոշել էի ինչ էլ լինի, պատերազմ լինի, սով լինի, ինչ էլ լինի, պիտի բալիկիս ունենամ Արցախի Հանրապետությունում։ Այնքան էի ուզում, որ ժամանակից 2 շաբաթ շուտ ծնվեց։ Բլոկադայի ժամանակ մեր տան անդամները հանկարծակի միանգամից սկսեցին չուտել իրենց սիրելի մրգերը, չուտել կոնֆետները, որ դեռ կային խանութներում, ասում էին չենք ուզում, դե բնականաբար ես ուզում եմ, բայց մենակ ուտել խիղճս թույլ չի տալիս ու որոշեցի, որ ես էլ չեմ ուտելու, որ նրանք ուտեն։ Աշխատասեղանից մեկ-մեկ հայտնվում էին մի կտոր բանան, մի կտոր նարինջ, դե պատկերացրեք հղի ես ու անընդհատ ուզում ես ուտել։ Սոված չեմ մնացել, բայց մի անգամ ոտքով հասել էի ծննդատուն, որովհետև վառելիքը պահում էինք, որպեսզի ծննդաբերության շրջանում արդեն օգտագործեինք ու լույսերը անջատվեցին։ Բժշկուհին բուժքույրը ասաց, որ լույս չկա, եկեք վաղը առավոտյան, դուրս եկա, կանգնեցի ծննդատան դիմաց ու սկսեցի արտասվել։ Հենց այդ օրը ես հասկացա, որ մեր փոխարեն որոշում են մեր ճակատագիրը։ Մինչ այդ չէի գիտակցում, չէի հասկանում, մինչ այդ որոշել էի պայքարել, թե ինչպես ինքս էլ չգիտեմ։ Գիտակցում էի, որ առջևում կամ պատերազմն է լինելու, կամ հայրենիքից հեռանալը։ Շատ կոչեր եղան այդ օրերին, որ Կարմիր խաչի միջնորդությամբ դուրս գամ Արցախից, ավելի ապահով վայրում ունենամ, առաջին զավակիս, բայց մտածում էի, որ իմ ու զավակիս լավ լինելը չի կարող գերադասելի լինել իմ ընտանիքի մնացած բոլոր անդամների կարգավիճակից։ Այդ օրերին ասում էին, որ տղամարդկանց կձերբակալեն, առաջին պատերազմի մասնակիցները պիտի Աղդամում շինարարական աշխատանքներ կատարեն, պրոպագանդում էին, որ տղամարդիկ չեն փրկվելու։ Իսկ ես որոշել էի, որ եթե ամուսինս, հայրս, եղբայրս, ամուսնուս հայրիկը, մեր բարեկամ բոլոր տղամարդիկ չպիտի փրկվեն, ուրեմն
Ինչու պիտի փրկվենք ես ու զավակս։ Արսենը ծնվեց հուլիսի 31-ին։ Սկզբում կաթ ունեի, բավարարում էր բալիկիս, բայց դա տևեց ընդամենը 10 օր։ Հետո երեխան գիշերները ընդհանրապես չէր քնում, իսկ այդ տարիքում ինչու չեն քնում, կամ սոված են լինում, կամ էլ փորիկն է ցավում, իր պարագայում սոված էր եւ գեր գտանք ստիպված արհեստական, մեզ բարի մարդիկ օգնեցին, ով ինչ ուներ, առաջարկում էին մի բաժակ, մի քանի գթալ, սկեսուրս քաղաքում դեղատուն չէր թողել եւ պատահմամբ 2 տուփ գտել էր, հետո հայրիկս բերեց, այսպես հերթով բերում էին, իսկ ես փոխարենը որ պահեմ բալիկիս առաջիկա օրերի համար, որոշել էի, որ պիտի ամեն մեկին բաժանեմ, ոչինչ ասում էի, այս գիշեր քնեց, մյուսին էլ կքնի, ես այսօր տալիս եմ, սկեսուրս պատմում էր, որ 90-ականներին երեխաների համար բրնձով շիլաներ էին պատրաստում, ճաշ էին պատրաստում, որ արհեստական սնունդ էին պատրաստում, մտածում էի, որ մի ամսական դառնա, ինչպես է եղել 90-ականներին, հենց այդպես էլ կլինի բրինձ կուտի, ձավար կուտի, երբ սկսվեց պատերազմը, մենք նկուղ չունեինք եւ ամենամոտ ապաստարանը եկեղեցու ապաստարանն էր։ Արսենը իր ծննդյան օրվանից մինչև սեպտեմբերի 19-ը առաջին անգամ քնեց։ Ցերեկային քուն նկատի ունեմ, մինչև այդ ռազմի երգեր էին միացնում Արսենի համար։ Գուցե այդ ռազմի երգերն են Արսենին օգնել, որ ամբողջ պատերազմի ընթացքում հանգիստ քնի, ձայներից չարթնանա եւ կարողանանք այդ գիշերը լուսացնել, որը չէր լուսանում։ Վազեցինք եկեղեցու ապաստարան, քանի որ Արսենը քնած էր, որոշեցի դուրս գալ բակ, նայել, թե ինչ է կատարվում իրականում։ Նայում էի Շուշիին, նայում էի Կրկժանին, հաշվում էի արկերը։ 1, 2, 3, ամեն երրորդի հետ մտածում էի, որ եւս մի տան լույս մարվեց։ Ես չէի սխալվում։ Հենց այդ օրը հասկացա, որ մենք կանգնած ենք մահվան եզրին։ Ընդունեցի մահը։ Ասում եմ ինչ որ լինի, թող միանգամից լինի։ Եթե պիտի մեռնենք, միանգամից ոչինչ չզգանք, չփխծեն մեզ, կանանց չբռնաբարեն։ Չէր ավարտվում պատերազմը, առավոտը չէր լուսանում, չէր գալիս, գիշերը չափազանց երկար էր թվում, անընդհատ ինչ-որ մի լուրի էի սպասում, գալիս էին ասում, էլ Կրկժանը մերը չի, էլ Ասկերանը մերը չի, իսկ հայրիկս Ասկերանում էր, գալիս էին ասում Արմենավանը մեր թաղամասերից մեկը էլ մերը չի, որոշեցի Արսենի անուն ազգանունը գրել ու դնել իր ծոցակրպանում։ Ես այդպես էի տեսել ֆիլմերում։ Ցեղասպանվող ժողովրդի համար միակ փրկությունը, երբ որ դու մտածում ես ինչ պետք է լինի հետո, առաջինը որ գոնե քո երեխան փրկվի ու որևէ մի երկրում, որևէ մի տեղ հյան ազգանունով մեկը կշարունակի մեր պատմությունը։ Արցախից դուրս եկանք սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան։ Այդ օրը առավոտյան թշնամին արդեն ցորում էր, իսկ մենք տանը բալիկի հետ եւ քանի որ կապի միջոցները արդեն բացակայում էին,
ինֆորմացիա բացարձակապես չկար, որ նրանք արդեն մեր տան հենց դիմաց են, հենց զորամասում են։ Հայրիկս զանգահարեց մեր բարեկամուհիներից մեկին, խնդրեց, որպեսզի անմիջապես ինչ-որ մի ձև կապ հաստատի մեզ հետ ու ասի, որ թուրքերը արդեն քաղաքում են։ Նույնիսկ ասաց, որ փոխանցեն, եթե դուք չեք գնում, գոնե երեխային ուղարկեք։ Սեպտեմբերի 27-ին փակեցինք մեր տան դուռը, վերցրեցինք մի բուռ հող։ Ես մինչև հիմա ինձ չեմ ներում, որ Արսենի օրորոցը թողել եմ իր նույն տեղում։ Ես ամեն ինչ եմ թողել այդ օրորոցի մեջ։ Նրա առաջին երազները, առաջին անքուն սոված գիշերները, առաջին մանկան ճիչը, ամեն ինչ թողել եմ այդտեղ ու դուրս եկել։ Մենք կարող ենք մնալ, չենք կարող։ Պապիկը զոհվել է առաջին պատերազմում, ամուսնուս եղբայրը Վահեն, 44 օրյա պատերազմում։ Ես մտածում էի, երբ որ սեպտեմբերի 21-ին դիպուկահարի կրակոցների տակ որդուս կրկած վազում էի, մտածում էի, որ մեզնից ոչ մեկը ողջ չի մնալու։ Կարելի էր արդյոք մնալ իմ պապին սպանողին, իմ հարազատին սպանողին, ոտաբոբի կանտարով փախչող երեխաներին մորթողին, արյան մեջ թաթախված մի ազգի դրոշի տակ, ում աչքին չի երևում ոչ մի բան։ Երկնքից կրակ էր թափվում, մեր ներսում կրակ էր և փրկություն ընդհանրապես չկար։ Այդ օրերին շատ տարբեր ինֆորմացիաներ կային, իսկ երբ որ համացանց այսպես մի գիծ լինում էր, ես միանգամից թերթում էի, որպեսզի իմանամ ինչպես են մարդիկ հատել անցակետը, ինչին պատրաստ լինեմ։ Կարդացել էի, որ տղա երեխաներին թույլ չեն տալու անցնել անցակետը։ Այդ օրերին քաղաքում տաք հագուստի խնդիր կար, սկեսուրս սպիտակ վարդագույն ծաղիկներով գլխարկ էր գտել մի խանութից, պահեցի պայուսակիս մեջ։ Որոշեցի հենց հասնենք Հակարի, Արսենին այդ գլխարկը կհագցնեմ ու կիմանան աղջիկ է կփրկվի։ Հենց հասանք Հակարի, հագցրեցի Արսենին այդ գլխարկը, տաք, շոտ տաք հագցրեցի, գիշեր էր արդեն, կարծեմ սեպտեմբերի 29-ի 30-ի լույս գիշերն էր, եթե չեմ սխալվում։ Ամուսնուս ասացի, հիմա իմ սիրտը կկանգնի, դու երեխային լավ կնայես։ Կասես անունը Աննա է, ամենասովորական և տարածված աղջիկա անունը։ Չկանգնեց, սիրտս չկանգնեց։ Գուցե իմ Արսենի շնորհիվ ինչ-որ մի օր, ինչպես շատ ու շատ Արսենների, Հայկի, Վահեի, Ռոբերտի շնորհիվ մենք ազատագրեցինք Արցախը, ունեցանք 30 անկախ ու ազատ տարիներ, մի օր էլ Արսենի շնորհիվ կունենանք այդ Արցախը։ Գուցե 10, 20, 30, 40 տարի հետո դա կլինի, բայց կլինի։ Չեմ ուզում ասել տեսնեմ Արցախը ու նոր մեռնեմ, ուզում եմ ասել թող իմ գերեզմանը Արցախում լինի։